Տավարածն ու էլֆերի աստվածը։ Շվեդական հեքիաթ։ Կար չկար, Լասե անունով մի տավարած կար։ Նրա հայրը մահանում է, իսկ ինքը մնում է խորտ մոր հետ։ Սա չար կին է լինում, խորտ տղային սոված հալումաշ է անում, ցնցոտիներ հագցնում և երբեմն էլ ծեծում է։ Վատ է ապրում խեղճ Լասեն, օրհնիբուն նախրի հետ թափառում է անտառում, իսկ որ տուն է գալիս, խորտ մայրը հայհոյելով մի կտոր հաց է գցում առաջը և քշում ցախանոց։ Իսկ մի առավոտ նա տղային հաց էլ չի տալիս, և Լասեն առանց ուտելու նախիրը քշում է անտառ։ Եվ ահա թափառում է անտառում ու դառն արցունք թափում։ Հանկարծ տեսնում է, կանաչ բլուրի վրա մի բան է փայլում։ Լասեն գնում է մոտիկ ու ինչ տեսնի։ Ծառի տակ մի զույգ բյուրեղապակյա մաշիկ է դրված, ամեն մեկը մի մատնոցի չափ։ Տղան շատ է ուրախանում, մոռանում է սովածությունն էլ, չար խորտ մորն էլ, ու ամբողջ օրը հիանում այդ մաշիկներով։ Հենց երեկոն գալիս է, և արևն իջնում է անտառի ետևը, Լասեն կանչում է իր կովերին ու այծերին, և նրանք բոլորով ընկնում են ճամփա։ Գնում են այդ գյուղի ճանապարհով։ Գնում, մեկ էլ նրան ընդառաջ է գալիս շատ փոքրիկ մի տղա, խոտի ցողունի չափ։ «Բարի երեկո», ասում է տղան։ «Քեզ էլ բարի», պատասխանում է Լասեն։ «Դու արդյոք չես տեսել իմ բյուրեղապակյա մաշիկները։ Ես այսօր դրանք կորցրել եմ կանաչ բլուրում»։ «Տեսել եմ», պատասխանում է Լասեն։ «Միայն թե ես ուզում էի դրանք խորտ մորս տանել։ Գուցե նա կդադարի ինձ հայհոյել ու մի բան կտա ուտելու»։ Բայց տղան սկսում է խնդրել. «Խնդրում եմ, վերադարձրու մաշիկներս, գուցե երբևէ ես էլ քեզ որևէ ծառայություն կմատուցեմ»։ Լասեն տղային շատ է խղճում և նրան ետ է տալիս իր բյուրեղապակյա մաշիկները։ Տղան շատ է ուրախանում, սիրալիր գլխով է անում ու վազում, իսկ Լասեն իր նախրի հետ շարունակում է իր ճանապարհը։ Տուն է գալիս արդեն մութն ընկած, և խորտ մայրը հայհոյանքներով հարձակվում է նրա վրա, որ այդքան ուշացել է անտառից։ Խորտ մայրը տղայի առաջ է դնում քաշով մնացորդով մի աման ու հրամայում, որ արագ ուտի ու կորչի մարագը։ Իսկ առավոտյան դեռ հազիվ լույսը բացված, Լասեն լսում է, որ խորտ մայրը ձայն է տալիս. «Վեր կաց ծույլ ամբան, օրն արդեն ճաշ է դարձել, անասուններին արոտավայր տանելու ժամանակն է»։ Տղան վեր է թռչում ծղոտե անկողնուց, մի պատառ հաց է ուտում և նախիրը քշում անտառ։ Միայն թե կեսօրին նա դարձյալ սովածանում է, և շոգն էլ սաստիկ նեղում էր նրան։ Քայլում է նա անտառով ու լաց լինում։ Հանկարծ տեսնում է, որ կանաչ բլրի վրա մի կարմիր գլխարկ է ընկած։ Այդ գլխարկը լինում է սիսեռահատիկի չափ և շատ գեղեցիկ, ծոփքավոր ու եզրերին ոսկե զանգակներ։ Լասեն շատ է ուրախանում, կրկին մոռանում է իր բոլոր վշտերը, չար խորտ մորը, շոգը։ Ամբողջ օրը նա խաղում է այդ գլխարկով։ Իսկ արդեն երբ տուն գնալու ժամանակն է լինում, և արևն իջնում է անտառի ետևը, նա նախիրը քշում է դեպի տուն։ Եվ ահա նա գալիս է գյուղի ճանապարհով։ Գալիս, մեկ էլ նրան հանդիպում է փոքրիկ մի աղջիկ, հազիվ ծաղկի ցողունի չափ։ «Բարի երեկո», ասում է աղջիկը։ «Քեզ էլ բարի», պատասխանում է Լասեն։ «Արդյոք չես գտել իմ գլխարկը, որ ես այսօր պատահմամբ կորցրել եմ կանաչ բլուրում»։ «Գտել եմ», պատասխանում է Լասեն։ «Միայն թե ես դա ուզում էի տալ իմ չար խորտ մորը։ Մտածեցի գուցե դադարեր ինձ հայհոյելուց և ավելի լավ կերակրեր»։ Այստեղ աղջիկը սկսում է նրան խնդրել. «Ինչ կլինի, վերադարձրու իմ կարմիր գլխարկը։ Գուցե երբևէ ես էլ քեզ որևէ ծառայություն կմատուցեմ»։ Լասեն շատ է խղճում փոքրիկին ու նրան ետ է տալիս իր գլխարկը։ Աղջիկը շատ է ուրախանում, ծնկաչոք խոնարհվում, ժպտում է Լասեին ու վազում։ Իսկ Լասեն իր նախրի հետ շարունակում է ճանապարհը։ Մինչև տուն է հասնում, արդեն բոլորովին մութն ընկած էր։ Խորտ մայրը
Կրկին հայհոյանքներով հարձակվում է տղայի վրա։ Էս որտեղ ես թափառում։ Ինչ է, ես քո պատճառով կեսգիշերին պիտի կթեմ կովերը։ Էն քաշովու մնացորդը կուտես եւ կգնաս խոտանոց, որ քեզ այլևս չտեսնեմ։ Լասեն ոչինչ չի ասում։ Նրա չար խոսքերի համար մի բան չի պատասխանում։ Քերում է կաթսայի տակ չորացած քաշովին ու տուն վրայից էլ աղբյուրի ջուր խմում։ Հետո գնում խոտանոց քնելու։ Իսկ առավոտյան լույսը բացվելուն պես Լասեն լսում է, որ խորտ մայրը կրկին ճղճղում է. Դե վեր կաց, ծույլ ամբան, օրն արդեն ճաշ է դարել, իսկ դու դեռ քնած ես։ Ժամանակն է անասունն անտառ քշելու։ Տղան վերը թռչում իր ծղոտե անկողնուց, լվացվում ու խորտ մորից մի կտոր հաց խնդրում։ Ինչ հացի մասին է խոսքը, բղավում է մայրը։ Այսօր դու ոչինչ չես ստանա, ամբանի մեկն ես։ Եվ Լասեն այդպես սոված գնում է անտառ։ Գնում է անտառով ու դառն արցունք թափում։ Մեկ էլ հանկարծ տեսնում է, կրկին կանաչ բլրի վրա ինչ-որ բան է փայլփլում։ Գնում է մոտիկ ու գետնից վերցնում արծաթե մի շատ փոքրիկ զանգ։ Լասեն շատ է ուրախանում։ Աչքերը սրբում ու սկսում է այդ զանգով խաղալ։ Այդպես ամբողջ օրն անցնում է աննկատ։ Իսկ երբ մութն ընկնում է, Լասեն զնգզնգացնում է զանգը եւ բոլոր կովերն ու այծերը մի վայրկյանում վազում գալիս են։ Նա նախիրը կրկին քշում է գյուղի ճանապարհով։ Մեկ էլ հանկարծ տեսնում է, որ իրեն ընթառաջ է գալիս մի կարճահասակ ծերունի, խոտի հասակից ոչ ավելի։ Ծերունու մորուքը հասնում է մինչև գոտկատեղը, գլխին կարմիր ծոպավոր թասակ, ոտքերին սեկե մաշիկներ։ Բարի երեկո, ասում է ծերուկը։ Քեզ էլ բարի, պատասխանում է Լասեն։ Չես գտել արդյոք իմ փոքրիկ զանգը, որ ես այսօր առավոտյան կորցրել եմ բլուրի մոտ։ Դե հա գտել եմ, պատասխանում է Լասեն։ Միայն թե այդ զանգը ես քեզ չեմ տալու։ Ես վերջերս մի տղայի վերադարձրի իր բյուրեղապակյա մաշիկները, իսկ մի աղջկա էլ վերադարձրի ոսկե զանգակներով կարմիր գլխարկը։ Իսկ այս փոքրիկ զանգը ինձ պետք է։ Սրա զնգոցի վրա կովերն ու այծերը միակնթարթում վազելով իջնում են։ Ծերուկը սկսում է խնդրել Լասեին։ Դե ինչ կլինի, վերադարձրու իմ զանգը, առանց դրա մի ամբողջ իշխանություն կկորչի։ Ես էլֆերի թագավորն եմ, իսկ այդ տղան ու աղջիկը իմ երեխաներն են, եւ մի կարծիր, որ մենք քեզ մոռացել ենք։ Մենք էլֆերս միշտ բարին ենք հատուցում, եւ քեզ էլ երբևէ ծառայություն կմատուցենք։ Իսկ ես քեզ մի ուրիշ զանգ կնվիրեմ։ Հա, եւ բացի դրանից կկատարեմ քո 3 ցանկությունը։ Լասեն այս լսելով համաձայնում է։ Նրան վերադարձնում է զանգն ու ասում. Դե լավ, ահա վերցրու եւ այլևս չկորցնես։ Եվ քո որդուն ու աղջկան էլ պատժիր, որպեսզի լավ պահեն իրենց բյուրեղապակյա մաշիկն ու կարմիր գլխարկը։ Իսկ իմ ցանկություններն այսպիսին են. ուզում եմ շուտ մեծանալ, դառնալ թագավոր եւ ուզում եմ ունենալ թագավորական պալատ, հա եւ ուզում եմ ամուսնանալ աշխարհի ամենագեղեցիկ արքայադստեր հետ։ Դե կկատարես։ Դե ցանկություններդ քիչ չեն, պատասխանում է էլֆերի թագավորը, բայց քանի որ խոստացել եմ, ապա կկատարեմ։ Այս գիշեր, երբ քո խորտ մայրը կքնի, տնից դուրս արի ու գնա դեպի հյուսիս, գնա մինչև որ կհասնես թագավորական պալատի, ահա քեզ փղոսկրյա շվի, հենց որ փորձանքի մեջ ընկնես, շվին կփչես ու էլֆերը կգան քեզ օգնության, իսկ եթե ծայրահեղ կարիքի մեջ լինես, շվին 2 կես արա, արդեն ես ինքս կգամ քեզ մոտ։ Այս խոսքերով էլֆերի թագավորը հրաժեշտ է տալիս տղային եւ շուտով անհետանում։ Իսկ Լասեն իր նախրի հետ շարունակում է ճանապարհը։ Լասեն տուն է հասնում ուշ երեկոյան, իսկ խորտ մայրը նրան ընթրիք տալու փոխարեն բռունցքներով հյուրասիրում է։ Ոչինչ, մտածում է Լասեն, հիմա ինձ քիչ է մնացել, եւ գնում է խոտանոց քնելու։ Իսկ կեսգիշերին խոտանոցից կամաց դուրս է գալիս ու գնում դեպի հյուսիս։ Առանց հոգնելու գնում է նա անտառներով, բլուրներով ու հովիտներով։
2 անգամ արևը ծագում ու մայր է մտնում, իսկ Լասեն դեռ շարունակ գնում է։ 3-րդ օրը Լասեի առջև ուրվագծվում է թագավորական մի պալատ, այնքան գեղեցիկ ու շքեղ, որ տղան իր կյանքում այդպիսի բան տեսած չկար։ Լասեն մտնում է թագավորի խոհանոցը ու հարցնում, թե արդյոք աշխատողի կարիք ունեն նրանք։ Իսկ դու ինչ կարող ես անել, հարցնում է գլխավոր խոհարարը։ Ես կարող եմ այծ ու կով արածացնել, պատասխանում է Լասեն։ Մեզ տավարած պետք է, ասում է խոհարարը, բայց եթե թեկուզ մի կով կամ մի այծ մոլորվի անտառում, դու քեզ կմեղադրես։ Հանգիստ եղիր, պատասխանում է Լասեն, այդպիսի փորձանք ինձ հետ երբեք չի պատահել։ Եվ այդպես Լասեն թագավորի կալվածքում վարձվում է որպես տավարած։ Ամեն առավոտ նա կովերին, այծերին ու ոչխարներին քշում է մոտակա անտառը ու այնտեղ նրանց արածացնում մինչև արևի մայր մտնելը։ Եվ երբեք նրա մոտից ոչ մի անասուն չի կորչում։ Բայց ահա մի անգամ Լասեն անասուններին գոմից դուրս քշելիս տեսնում է, որ շքեղ հագնված մի աղջիկ է գալիս դեպի իրեն, փոքրիկ սպիտակ ոչխարը գրկած։ Աղջիկը ոչխարը մեկնում է Լասեին ու ասում. Ես լսել եմ, որ ամբողջ թագավորությունում քեզնից լավ տավարած չկա։ Իմ ոչխարն էլ տար քեզ հետ արածեցրու եւ լավ հետևիր նրան։ Իսկ այդ աղջիկը թագավորի աղջիկն էր։ Այդ օրվանից արքայադուստրը սկսում է ամեն առավոտ գնալ անտառ, իր սիրելի ոչխարին տեսնելու։ Արքայադուստրը շատ բարի ու սիրալիր աղջիկ էր, եւ շուտով նա ու Լասեն մի լավ բարեկամներ են դառնում։ Այսպես անցնում է որոշ ժամանակ։ Տավարածը մեծանում է, դառնում վայելչակազմ ու բարձրահասակ երիտասարդ։ Փոքրիկ արքայադուստրն էլ մեծանում ու այնքան է գեղեցկանում, որ նրա համբավը տարածվում է աշխարհով մեկ։ Բայց նա առաջվա պես էլի շարունակում է գնալ անտառ իր ոչխարին տեսնելու։ Միայն թե մի անգամ արքայադուստրը գնում է անտառ ու ճանապարհին կորչում։ Ժողովրդի մեջ լուր է տարածվում, որ արքայադստերը առևանգել է չար հսկան ու նրան տարել է հեռավոր կղզում գտնվող իր դղյակը։ Շատ են վշտանում մարդիկ բարի ու գեղեցիկ արքայադստեր համար։ Իսկ ամենից շատ թագավորն ու թագուհին են կսկծում։ Եվ ահա թագավորը հրամայում է բոլոր երկրներում ու թագավորություններում հայտարարել, որ ով որ գերությունից կազատի իր աղջկան, կամուսնանա նրա հետ եւ բացի դրանից կստանա նաեւ թագավորության կեսը։ Բոլոր կողմերից դղյակ են գալիս արքայազուններ ու ասպետներ։ Հագնում են զենք ու զրահ, վերցնում թուր ու նիզակ, նստում ձիերն ու գնում արքայադստերը փնտրելու։ Մի մասը վերադառնում է ձեռնունայն, մյուսները բոլորովին կորչում են, եւ նրանցից ոչ մեկն էլ հաջողություն չի ունենում։ Իսկ տավարած Լասեն դեռ շարունակում է իր նախիժն արածացնել անտառում, բայց նրա գլխից դուրս չի գալիս գեղեցկուհի արքայադուստրը։ Օր ու գիշեր նա մտածում է նրա մասին ու թախծում։ Եվ ահա մի անգամ Լասեն քնում է ծառի ստվերում ու երազում տեսնում է էլֆերի թագավորին։ Կարծես նա կանգնում է իր գլխավերևում ու ասում. Գնա դեպի հյուսիս, գնա դեպի հյուսիս, այնտեղ կգտնես արքայադստերը։ Լասեն արթնանում է եւ ուղիղ գնում թագավորի մոտ։ Իսկ պահակները նրան չեն թողնում մտնել թագավորի մոտ։ Դուրս է գալիս գլխավոր խոհարարն ու ասում. Իսկ դու այստեղ ինչ գործ ունես։ Եթե հավատարիմ ծառայությանդ համար պարգև ես ուզում, ապա դա մենք ինքներս կլուծենք։ Թագավորին անհանգստացնելու կարիք չկա։ Չէ, պատասխանում է Լասեն։ Իմ խոսակցությունը թագավորի հետ այդ մասին չէ։ Լասեին բերում են թագավորի մոտ, իսկ սա ասում է. Ձերդ մեծություն։ Ես երկար տարիներ ծառայել եմ հավատարմությամբ ու ճշտությամբ։ Հիմա թույլ տվեք ինձ գնալ արքայադստերը փնտրելու։ Թագավորը շատ է բարկանում։ Տես թե մտքովն ինչ է անցել։ Ասել կուզի դու հասարակ տավարած, ուզում ես անել այն, ինչ արքայազունների ու ասպետների ուժից վեր է։ Իսկ Լասեն պատասխանում է. Կամ արքայադստերը կգտնեմ, կամ կզոհեմ կյանքս։ Այստեղ թագավորը հիշում է, որ ժողովուրդն ասում է. ինքը աղքատ, հոգին խիզախ։
ու փափկում է։ Եվ Լասեն գնում է դեպի հյուսիս, ինչպես որ պատվիրել էր նրան էլֆերի թագավորը։ Սարերն է մագլցում, փշոտ թփուտների միջով ճեղքում ու անցնում է։ Այդպես շատ երկար գնում ու քիչ է մնում հասնի աշխարհի ծայրը։ Մեկ էլ հանկարծ նրա առջև բացվում է ծովը, իսկ ծովի մեջտեղում մի կղզի է լինում, եւ վրան էլ դղյակ, իսկ կողքին էլ մի աշտարակ կար։ Այդ աշտարակի մեջ նստած է լինում ոսկեծամ մի գեղեցկուհի, եւ թաշկինակը նա այնպես է թափահարում, որ միանգամից ուշադրությունը գրավում է։ Լասեն գլխի է ընկնում, որ իր առջև հենց հսկայի դղյակն է, իսկ աշտարակում արքադուստրը փակված է։ Քայլում է նա ծովափով ու մտածում, թե ինչպես հասնի կղզին, բայց այդպես էլ խելքը բան չի կտրում։ Եվ հանկարծ հիշում է ոսկրե շվիի մասին, որ էլֆերի թագավորը նվիրել էր։ Փչում է նա շվին ու իր թիկունքում լսում շատ բարակ մի ձայն։ «Բարի երեկո», «Քեզ էլ բարի», պատասխանում է Լասեն։ Շուռ է գալիս ու տեսնում, որ իր առջև կանգնած է մի տղա, խոտի ցողունի չափ։ Դա այն նույն տղան է, որը մի ժամանակ իր բյուրեղապակյա մաշիկները կորցրել էր բլուրում։ «Քեզ ինչ է պետք», հարցնում է պստիկ էլֆը։ «Անցնել այն կղզին», պատասխանում է Լասեն։ «Դե, նստիր մեջքիս», ասում է տղան։ Լասեն նստում է մեջքին, իսկ էլֆը դառնում է բազե, սլանում դեպի երկինք ու մի ակնթարթում նրան տեղափոխում կղզի։ Լասեն գալիս է հսկայի դղյակն ու խնդրում իրեն աշխատանքի վերցնել։ «Իսկ դու ինչ կարող ես անել», հարցնում է նրան գլխավոր խոհարարը։ «Ես կարող եմ ոչխար ու կով վահել», պատասխանում է Լասեն։ «Հսկային տավարած պետք է», ասում է գլխավոր խոհարարը։ «Միայն թե մեզ մոտ աշխատելը հեշտ չէ։ Եթե թեկուզ մի կով կամ մի ոչխար կորչի, հսկան անմիջապես քեզ կյանքից կզրկի։ Թե ինչքան տավարածներ են եկել մեզ մոտ, ոչ մեկն էլ ողջ չի մնացել»։ «Դե, համաձայն ես»։ «Համաձայն եմ», պատասխանում է Լասեն։ Հաջորդ առավոտյան Լասեն նախիրը քշում է անտառ, եւ երբ տղան անցնում է աշտարակի մոտով, արքադուստրը մոտենում է պատուհանին, թաշկինակը թափահարում ու երգում է. «Իմ հավատարիմ տավարած, այս գիշեր գերությունից ազատիր մի անմեղ արարած, եւ որպես պարգև դու կստանաս նրա ձեռքը, ու հետն էլ թագավորի գահն ու թագը»։ Լասեն ականջ է դնում ու գլխի ընկնում, որ արքադուստրը նրան ազդանշան է տալիս, եւ որ այս գիշեր ինքը պետք է գնա նրան փախցնելու։ Ամբողջ օրը նախիրն արածացնում է անտառում, իսկ երեկոյան քշում փարախ։ Այնտեղ նրան դիմավորում է ինքը հսկան։ «Դու ըստ երևույթին իմ նոր տավարածն ես», ասում է հսկան։ «Հիմա ես նախիրը կհաշվեմ։ Եթե թեկուզ մի անասուն պակաս լինի, դու աշխարհում չես ապրի»։ Հսկան սկսում է հաշվել նախիրն ու տեսնում, որ ոչ մի կով ու ոչ մի ոչխար չի կորել։ Հսկան շատ է ուրախանում։ «Չէ, երևում է դու լավ տավարած ես, կծառայես ինձ մինչև կյանքիդ վերջը»։ Այսպես Լասեն գնում է իր խցիկն ու սպասում մութն ընկնելու։ Եվ հենց որ գիշերը վրա է հասնում, եւ դղյակում բոլորը խորը քուն են մտնում, նա գաղտնագողի գնում է աշտարակի մոտ, ուր տառապում էր արքադուստրը։ Գնում ու սկսում է երգել հազիվ լսելի ձայնով։ Կղզու վրա խավար գիշեր է իջել, լուսինն ու աստղերը ամպերի ետ է թաքնվել։ Պատուհանիդ տակ կանգնած սպասում եմ քո գալուն, շտապ իջիր ու մենք փախչենք տուն։ Արքադուստրը գլուխը հանում է պատուհանից ու շշնջում. «Ես չեմ կարող իջնել, հսկան ինձ ոսկե շղթաներով գամել է պատին»։ «Ինչ անեմ», մտածում է Լասեն։ Եվ այստեղ նա հիշում է իր ոսկե շվին, հանում է ու փչում է եւ հանկարծ ետևում շատ բարակ մի ձայն է լսվում. «Բարի երեկո», «Քեզ էլ բարի», ասում է Լասեն։ Շուռ է գալիս ու տեսնում, որ իր առջև կանգնած է այն նույն աղջիկը, այն աղջիկը, որը մի ժամանակ իր կարմիր գլխարկը կորցրել էր բլուրում։
Ինչ ես կամենում։ Ինձ ու արքադստերը տար այստեղից, խնդրում է Լասեն։ Դե, եկ իմ ետևից, ասում է պստիկ աղջիկը։ Բարձրանում են նրանք աշտարակ ու երկաթակուռ դռները բացվում են իրենք, եւ աղջիկը մոտենում է արքադստերը, ձեռքը մեկնում է ոսկե շղթաներին, եւ դրանք իսկույն կտոր քանդվում են։ Աղջիկը նրանց բերում է ծովափ, թռչում է ջրի մեջ ու դառնում գայլաձուկ։ Հետո ասում է. Դե նստեք մեջքիս, միայն թե հանկարծ արքադուստրը չվախենա, թե չէ անպայման փորձանք կլինի։ Լասեն ու թագավորի աղջիկը նստում են գայլաձկան մեջքին ու լողում ծովով։ Այդ միջոցին հսկան արթնանում է։ Պատուհանից նայում ու տեսնում, որ տավարածն ու արքադուստրը լողում են ծովում։ Հսկան դառնում է արծիվ ու թռչում նրանց ետևից։ Գայլաձուկը նկատում է արծվին ու սուզվում ջրի տակ։ Իսկ արքադուստրը վախենում է ու վախից բարձր գոռում։ Ու դրանից էլֆերի կախարդանքը կորցնում է իր ուժը։ Արծիվը փախստականներին բռնում է ճանկերով ու տանում իր դղյակը։ Տավարածին նա գցում է ստորգետնյա խցիկը, իսկ արքադստերը դարձյալ փակում աշտարակում եւ հրամայում ավելի խիստ հսկել նրան։ Եվ ահա Լասեն ստորերկրյա խցիկում նստած տանջվում է։ Տանջվում է, որ ոչ միայն արքադստերը չկարողացավ փրկել, այլ ինքն էլ դատապարտվեց։ Բայց հանկարծ նա հիշում է, որ էլֆերի թագավորը իրեն ասել. Հենց որ խիստ կարիքի մեջ լինես, շվին 2 կեսարը, եւ ես ինքս կներկայանամ քեզ։ Հովիվը շվին կոտրում է, 2 կես է անում, ու հանկարծ իր ետևում լսվում է մի բարակ ձայն։ Բարի երեկո, քեզ էլ բարի, պատասխանում է Լասեն։ Շուռ է գալիս ու տեսնում, որ իր առջև կանգնած է ինքը, էլֆերի թագավորը, մորուքը մինչև գոտկատեղ, ծոփքավոր թասակը գլխին, սեկե մաշիկները ոտքերին։ Դու ինչու ես ինձ կանչել, հարցնում է էլֆերի թագավորը։ Օգնիր ինձ արքադստերն ազատել ու տանել հոր մոտ։ Դե եկ իմ ետևից, ասում է ծերուկը։ Եվ Լասեին նա բերում է զենքերի դահլիճը։ Իսկ այնտեղ կախված են լինում ասպետական զենք ու զրահ, նիզակներ, թրեր, կացիններ, վահաններ։ Մի մասը փայլում են ոսկու պես, մի մասն էլ շողշողում պողպատի պես։ Էլֆերի թագավորը օջախում կրակ է անում ու տավարածին ասում է. Դե, հանվիր, արագացրու։ Լասեն հանվում է, իսկ էլֆերի թագավորը նրա հին հագուստը այրում է ու հրամայում ասպետական զենք ու զրահ հագնել։ Լասեն ոտքից գլուխ երկաթ է հագնում, վերցնում նիզակն ու սուրը, իսկ ծերուկն ասում է. Հիմա քեզ ոչ ոք չի կարող հաղթել, որովհետև քո սպառազինությունը անխոցելի է, իսկ քո սուրը անխափան կոտորում է։ Լասեն օգնության համար շնորհակալություն է հայտնում, հրաժեշտ է տալիս ու գնում իր ստորգետնյա խուցը։ Իսկ այդ միջոցին չար հսկան արքադստեր հետ ամուսնանալու հարսանիքի պատրաստություն է տեսնում։ Արքադստերը զուգում ու զարդարում են, ոսկե թագ են դնում գլխին, մատներին սուտակներ ու զմրուխտներ են շարում, պարանոցին զարդեր կախում։ Բայց արքադուստրը տխուր լաց է լինում, իրեն կոտորում է, որ այսպիսի մարդու հետ է ամուսնանում։ Եվ ահա հավաքվում են հյուրերը, եւ հսկան հրամայում են նախրապանին վերև բերել, որպեսզի բոլորի աչքի առաջ պատժի նրան։ Սպասավորները մտնում են խավար բանտն ու ինչ են տեսնում։ Նախրապանի փոխարեն իրենց առջև կանգնած է ոսկեզօծ զենք ու զրահ հագած մի ասպետ, սուրը կատաղի ճոճելով։ Նրանք շատ են վախենում ու ամեն մեկը մի կողմ է փախչում։ Իսկ ասպետը դուրս է թռչում մութ բանտից, վազում դեպի դահլիճ, ուր հյուրերն արդեն հավաքված էին։ Մոտենում է հսկային ու ասում. Ես քեզ ազնիվ մարտի եմ հրավիրում, ով հաղթի հարսնացուն նրանն է։ Հսկան շատ է վախենում եւ ետ է գնում դեպի դուռը։ Իսկ Լասեն բարձրացնում է իր սուրը, որ փայլում է ինչպես թուր կեցակին, ու հսկայի գլուխը թռչում է ուսերից։ Հյուրերը վախեցած փախչում են, իսկ ասպետը բռնում է արքադստեր ձեռքից ու տանում դեպի ծովը։
Նրանք նստում են հսկայի նավն ու լողում արքադստեր ծնողների մոտ։ Այ իսկական ուրախություն է լինում։ Լասեն ամուսնանում է արքադստեր հետ, իսկ ինքը դառնում թագավոր։ Նրանք գոհ ու երջանիկ ապրում են երկար ու երկար։ Իսկ զանգն ու կոտրված ոսկրե շվին միշտ իրենց մոտ են պահում և իրենց երեխաներին պատվիրում են պահել ու պահպանել դրանք։